Քրիստոս հարյապ իմերելոց օրտնյալ է հարությունն Քրիստոսի ձեզ և մեզ մեծ ավետիս ամեն սիրելի քուրեր և եղբայրներ սիրելի ընկերներ Քրիստոս հարություն արավ նա իսկապես հարություն արավ այս գոչն այսօր շրջում է աշխարհով մեկ փոքր գյուղերից մեծ քաղաքներից եկեղեցիներից մեծ տաճարներից այս օրտնաբեր վկայությունը հնչում է ամեն տեղից մահը վերջին խոսքը չունի գերեզմանը դատարկ է մեր Տերն Հիսուս Քրիստոսն ապրում է ինչ մեծ պատգամ է մեզի համար այս պատգամը նախատեսված է ոչ միայն գերեզմանի կանանց համար ոչ միայն այն աշակերտների համար ովքեր այդ ժամանակ լի են վախով և կասկածով այլ նաև այն նախատեսված է մեզ համար այսօր մեր կյանքի ապրած ներկա ժամանակներում որը խավարով անհանգստությամբ և անորոշությամբ է լցված Զատիկը մեզ ասում է որ հույս կա նոր կյանք կա որովհետև Աստված հաղթեց մահը և եթե նա կարող է դա անել ապա նա կարող է նաև մտնել մեր կյանքի մեջ մեր վախերի մեր մեղքի մեր վիշտի մեջ նա կարող է մահից ոչնչից նոր բան ստեղծել նա կարող է բուժել կոտրած սիրտերը և նա կարող է գերեզմանի լռությունը վերածել պարապանության օրհներգին գերեզմանի կանայք գալիս են վշտով լի բայց նրանք վերադառնում են ուրախությամբ լի աշակերտները վախից թաքնվում էին բայց նրանք դառնում են խիզախ վկաներ որովհետև նրանք տեսան նրան ողջ Հիսուսին մենք նույնպես հրավիրված ենք նրան հանդիպելու աղոթքի լռության մեջ խոսքի լույսի ներքո կյանքի հացի մեջ նա այնտեղ է և նա կանչում է մեզ ասելով մի վախեցեք Զատիկ նշանակում է Աստված վերջին խոսքն ունի իսկ նրա վերջին խոսքը կյանքն է և այդ պատճառով մենք կարող ենք ուրախությամբ և վստահությամբ դիմավորել յուրաքանչյուր օրը յուրաքանչյուր նոր օրը նույնիսկ եթե ճանապարհը դժվար է որովհետև մենք միայնակ չենք քայլում հարություն արած Տերը գնում է մեզ հետ այսպիսով եկեք կանգ չառնենք տխրության և վախի մեջ եկեք մեր կյանքն զարդարենք հարության լույսով սիրելի ընկերներ սպիտակը նշանակում է լույս մաքրության նոր կյանք սպիտակը հիշեցնում է մեզ մկրտության մասին այն մեծ պարգևի համար որը մենք ստացել ենք Աստծուց որպեսզի մենք պատկանենք նրան որ մենք նրա սիրելի զավակներ ենք բայց իրականում ինչ է նշանակում մոտ լինել Հիսուսին ինչպես կարող ենք հանդիպել նրան Ավետարանը պատմում է մի շատ յուրահատուկ հանդիպման մասին Հիսուսը երևում է իր աշակերտներին նա գալիս է նրանց վախի անորոշության վիշտի մեջ և ասում խաղաղություն լինի ձեզ հետ երեք պարզ բառ սակայն լի ուժով հարգելի համայնքայիններ հարգելի ընկերներ սիրելի քույրեր և եղբայրներ մենք մեր կյանքի մեջ շատ հարցեր ունենք և կասկածներ մենք ուզում ենք տեսնել և շոշափել մենք ուզում ենք ապահով լինենք իսկ Հիսուսը նա խաղաղությամբ է գալիս նա մեզ չի դատապարտում նա գալիս է մեզ մոտ համբերատար և սիրով նա հայտնում է մեզ իր ձևերով այլևս տեսանելի չէ ինչպես այն ժամանակ բայց նկատելի է Աստվածաշունչում որը խոսում է մեզ հետ եկեղեցում համայնքում որտեղ մենք զորանում ենք միմյանց հարության ժամանակ մկրտության լույսի ներքո որը մեզ ասում է դու սիրված ես և դու պատկանում ես ինձ խաղաղության պահերին բարի խոսքերով ներելու ուժի մեջ Հիսուսն ասում է երանի նրանց ովքեր չեն տեսել և դեռ հավատում են նա նկատի ունի մեզ բոլորիս
մենք պատկանում ենք Քրիստոսին, մենք մկրտված ենք, մենք հրավիրված ենք նրա սեղանին, եւ նա մեզ, ինչպես իր աշակերտներին ասում է, խաղաղություն լինի ձեզ հետ։ Եկեք ընդունենք այս խաղաղությունը, ընդունենք Քրիստոսին եւ Քրիստոսի ուսումը փոխանցեք այս աշխարհում, որին այդքան քաղցած է սիրո, հույսի եւ խաղաղության։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրտնյալ է հարությունն Քրիստոսի, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Ամեն։